Աճող ցուցանիշներ, արդյունավետ տարի, ձեռքբերումներ։ Այսպիսինն է եղել 2025 թվականը Հայ բանկի համար։ Այսօր տարեկան ժողովում բանկը ամփոփեց ֆինանսական տարին, հաջողությունները շարունակելու պատրաստակամությամբ։ 2025 թվականը բավականին հաջողված տարի էր Հայ բանկի համար։ 2025 թվականին ունեցել ենք հիմնական ցուցանիշների զգալի աճ, մասնավորապես ակտիվները բանկի աճել են 14.6%-ով, կազմելով 604.5 միլիարդ դրամ, հաճախորդներին տված վարկերը աճել են 17.3%-ով, տարեվերջին կազմելով 401 միլիարդ դրամ մոտավոր, ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները աճել են 20.3%-ով, տարեվերջին կազմելով մոտավոր 94 միլիարդ դրամ։ Բանկի շահույթը կազմել է 12.6 միլիարդ դրամ, աճելով 39.0%-ով։ Ստանդարտ վարկերը տարեվերջին կազմել են պորտֆելի 98.8%-ը։ 2025 թվականի ընթացքում տեղաբաշխվել է 12.3 միլիարդ դրամ եւ 8.2 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսեր։ Մենք հաճախորդներին տալիս ենք մեկ միասնական թիմում աշխատելու զգացողություն։ 2025 թվականին հաճախորդների նկատմամբ պարտավորությունները աճել են 9.4%-ով։ 15%-ով աճել է նաև բանկի ընդհանուր կապիտալը, կազմելով 88.9 միլիարդ դրամ։ Իսկ 2026 թվականին վճարվող շահաբաժինն ավելի քան 2.5 անգամ գերազանցելու է նախորդ տարվա վճարված շահաբաժնի չափը։ Բանկը առաջատար է նաև նորարարական ծառայությունների ներդրմամբ։ AEB Mobile հավելվածում, IMID համակարգով նույնականացման հնարավորությունը, AEB Leasing, խնայողական հաշիվ պրոդուկտների ներդրումը, Mastercard World քարտատեսակի թողարկումը, AEB Mobile եւ AEB Online համակարգերում բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ձեռքբերման հասանելիությունը, ինչպես նաեւ առկա QR համակարգին միանալու փաստը։ Հայ բանկը սովորաբար տրադիցիոն առանձնանում է դիվերսիֆիկացված կայուն աճի տեմպերով։ Մեր բանկային համակարգում Հայ բանկը աչքի է ընկնում իր զուսպ պահվածքով, իր կայուն աճով, կայուն հաճախորդների բազայով։ Հայ բանկը միջազգային գործընկերների հետ շարունակել է սերտ համագործակցությունը, կնքվել են պայմանագրեր, ստացել է մի շարք մրցանակներ։ 2025 թվականին միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ կնքել ենք 126.5 միլիոն ԱՄՆ դոլարի եւ 8 միլիարդ ՀՀ դրամի վարկային պայմանագրեր, որոնցով ներգրաված միջոցները ուղղվելու են ՀՀ միկրո, փոքր, միջին ձեռնարկությունների, կանաչ նախագծերի, էներգոարդյունավետության ծրագրերի, կին եւ երիտասարդ ձեռներեցների, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի վարկավորմանը եւ զարգացմանը։ Հայ բանկը 2025 թվականին կրթական, մշակութային, առողջապահական եւ սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին ուղղել է շուրջ 270 միլիոն դրամ։ Հաշվետվությամբ ամփոփվեցին նաեւ դեռևս նախորդ տարի Հայ բանկի եւ Զինվորի տան միջև մեկնարկած ծրագրի ընթացիկ արդյունքները։ 2025 թվականին Հայ բանկը որոշում կայացրեց իր սոցիալական ծրագրերում նաեւ ներառի Զինվորի տան ենթակառուցվածքների եւ կրթական ծրագրերի հետ կապված խոշոր ծրագիր, որը ամբողջովին իրականացվել է։ Բանկի մասնագետների վերապատրաստումները նույնպես եղան, որ տղաները շուկայում դարձան մրցունակ եւ կարող են հանգիստ գտնել աշխատանք եւ ինքնուրույն վաստակել գումար եւ պահել իրենց ընտանիքները։ 5 հոգի այս տարի ընդունում ենք աշխատանքի հաշմանդամներին, որոնք կարողանան իրենց ժամանակը անցկացնել ավելի արդյունավետ եւ ունենան աշխատավարձ եւ երկրորդ փուլով նաեւ 4 հոգի փորձաշրջան են անցնում նրանք շատ կարեւոր եմ համարում սոցիալական պատասխանատվության հարցը մեր Հայ բանկի կողմից եւ համարում եմ դա զուտ մարդկային քայլ։ Բանկի ուշադրությունից դուրս չի մնացել նաև սպորտի զարգացումը։ Նոր համագործակցություն Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի հետ։ Հիմնադրամը պետության աջակցությամբ կառուցելու է նավ մարզակրթական կենտրոնը, իսկ Հայ բանկի հետ նախատեսում է անցկացնել ծանրամարտի մրցույթ Հայաստանում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայ բանկին գլխավոր գործընկեր լինելու համար, կարևորելու սպորտը երեխաների կյանքում եւ ընդհանրապես հիմնադրամին աջակցելու համար։ Սարիբեկ Սուքիասյանը շնորհակալություն հայտնեց նաև բանկի թիմին եւ հաճախորդներին։
Մեր բանկի զարգացման մեջ շատ կարևոր դեր ունի Հայ-Էկոնոմ բանկի թիմը։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը դա մեր հաճախորդներն են։ Շատ շնորհակալ եմ նաև մեր հաճախորդներից։ Հայ-Էկոնոմ բանկը եղել է ոչ միայն ֆինանսական ծառայությունների մատուցման կառույց, այլ նաև կայուն գործընկեր, որ ցանկացած պահի կանգնած է բիզնեսի կողքին։ Այստեղ է, որ մեր շահերը համընկնում են։ Հայ-Էկոնոմ բանկը շարունակում է առաջ շարժվել, ստեղծելով արժեք իր հաճախորդների, գործընկերների եւ երկրի տնտեսության համար։ Հայ-Էկոնոմ բանկ, երբ մեր շահերը համընկնում են։